Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ հանկարծամահ եղած բժիշկ Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը հավանից օրեր առաջ իրավապահների մոտ հարցաքննվել է ՆԳ և ԱԱՆ նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանն էր էջում գրել, որ բժիշկին վերջին անգամ տեսել է հերթապահության ժամանակ։ Սահակյանը պատմել է, որ կանչվել է քննչական կոմիտե, վերադարձել է անտրամադիր ու վիրավորված։ Խոսել է նույնիսկ Արծրուն Մարգարյանին հնարավոր արտաշիրիմում անելու մասին եւ նա շատ հոգնած ու ճնշված տպավորություն է թողել։ Ժողովուրդ օրաթերթը նախկինում գրել էր, որ գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն 1999 թվականի փետրվարի 9-ին 2 կրակոցով ինքնասպանություն է գործել, մի անգամ կրակելով գլխին, մի անգամ սրտի շրջանում։ Միևնույն ժամանակ պարզվում է, որ 1999-ին հնգամիսյա կալանքից ազատ են արձակել ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյաններին։ Հիմա ըստ իրավապաշտպան ու մեդիա շրջանակների հրապարակումների գործը վերաբացվել է եւ իշխանությունները փորձում են այդ հին, մինչեւ վերջ չբացահայտված պատմությունը օգտագործել քաղաքական նպատակներով, կասկածի տակ դնելով գործով առանցքային վկա Հրանտ Պապիկյանի երբեմնի ցուցմունքները այն դեպքում, երբ վերջինս 2020 թվականի պատերազմի օրերին գերեվարվել ու բռնի անհետացել է եւ չի կարող հաստատել կամ հերքել իր խոսքը, բայց քննիչը հարցաքննել է լեգենդար բժիշկ Արտավազդ Սահակյանին։ Մամուլում տարիներ առաջ արդեն շրջանառվել էր Արտավազդ Սահակյանի անվան կապը Արծրուն Մարգարյանի գործի հետ տարբեր հրապարակումներում։ Հավանաբար դարձյալ մամուլի հրապարակումները Անդրանիկ Քոչարյանի նման մի պատգամավոր ուղարկել է ուժայիններին, որոնք էլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված վարույթի քննությունը վերսկսել են եւ արտաշիրիմում անելու պլաններ գծել։